Սկզբից սկսեցին ծեծել տանը կնոջս ներկայությամբ, ապա տեղափոխեցին ոստիկանության բաժին եւ խոշտանգումը շարունակվեց ավելի դաժան ձևով։ Factor TV-ին պատմում է Սերգեյ Աբրահամյանը։ Տալն են ոստիկանություն, բարձրացրել են երրորդ հարկ համակային ոստիկանության, ձեռքերս հետևիցս կանդալած, միջև վերջին ինչքան կանան սեղմ, ոտքերս կանդալած, սկոչով լայն բերանս կապել են, գցեգերին մի 10 հոգով, 15 հոգով, մեկը գոշիկը սենց դեմքից դրած, այդպես ականջով սաղ կապուտլով, քացիներով պերշում են, այդտեղ ոնց որ սենց փսխում են ուզում են հետ տան, մեկը նկատում է, ասում է մեռը խեղդվում է, կանդում են սկոչով։ Սերգեյի խոսքով դեպքը եղել է ապրիլի 28-ին, երբ ինքը վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական բաժին, սակայն նրան չեն ընդունել։ Արդեն հաջորդ օրը ոստիկանները եկել են իր բնակարան։ Առավոտ զարթնել են, կինս ինձ տեղաշորից մեջ հեռախոս տվել է, թե բա ոստիկանությունից են զանգել, վերցրեցի, ասել ջան, մենք ձեր դարան դեմն ենք բամա, ասեցի սա մի րոպե, շուտ քցիակս դուրը բացեցի, կանչեցի մեզ։ Սերգեյի խոսքով մինչ ոստիկանները սուրճ են խմել, իսկ ինքը պատրաստվելիս է եղել, որ նրանց հետ բաժին գնա, այլ ոստիկաններ են ներխուժել տուն։ Մեկ էլ տեսնում մի քանի հոգով բրդելով ինձ մտնում են տունս։ Մտնում են տունս ու ուզում են ինձ կանդել են տանը։ Ասում են ինչի՞ մալը կան ինձ կանդել, որ ես գալիս եմ։ Թե թող կանդել ենք ասում են։ Դե որ վիզս մի գլուխս մի կողմ եմ պատտում, մարմինս մի կողմ, սա վիզս չեմ կարող գլուխս թեքեմ այս կողմեն։ Համացանցում հրապարակված տեսանյութում հենց տանը բռնության ենթարկվելու կադրերն են, որ նկարահանել է Սերգեյի կինը։ Արդեն ոստիկանության բաժնում ըստ տուժածի խոշտանգումն առավել դաժան է եղել։ Սկոչով բերանս կապը ոտու ձեր կանդելես գցեգերին կոշիկներով բանով ընդ փեդով խփին զենքով խփին չեմ կարող ասեմ, բայց բութ առարկայով գլխից են խփել։ Տղամարդու խոսքով այդպես ծեծված բաժնում մնացել է մինչև ժամը 17:00-ն, ինչից հետո իրեն տարել են քննչական բաժին։ Ինչ որ ձեզ ներկայացրեցի դրանք սաղ գրի առա, այդ հարցում գրեցին, որ տողից այդ ամբողջը գրի առա, նշեցի, որ վատ եմ ասում, շտապօգնություն կանչեք, դե մի 8 հատ քնիչ, մի 8 հատ ոստիկան լցված այդ նույն կաբինետ։ Այս մի քնիչը ասում է տեսախցիկը միացրա, մայքին արգրավենք, առանց տեսախցիկը միացնելու, մայքս պլեչիկա որ վերցնում են, ու տեսախցիկն չեն միացնում, ինձ էլ ասում են կարող ես գնալ։ Ըստ Սերգեյի հիվանդանոցում էլ ամեն ինչ հարթ չի անցել։ Երեք էլ գնացել եմ կատե անեմ գլուխս հիվանդանոցում, դե սահմանված կարգին համաձայն ոստիկանություն են կանչել, եկել են, ասում են ինչ է եղել Սերգո, ասում են դուք լավ գիտեք ինչ է եղել, բայց չգիտեմ, երկու բառը պատմեցի, դեռ չեմ էլ հասցրել պատմեմ, բայց շառ է սա նմանորդ, դա հիվանդանոցում են ասում։ Դա կոնֆլիկտ են շինելու, ինչ։ Հիվանդանոցում են այդպես ասում։ Այո։ Խոշտանգման հերթական դեպքի մասին այսօր առավոտյան հազանգել էր Աբրահամյանի փաստաբանը։ Որևէ շարժառիթ չի եղել։ Այստեղ խնդիր կա, որ մարդիկ ուժային կառույցների ներկայացուցիչները բարևարք չեն, կոնկրետ այս դեպքում, որ այն ոստիկանները, որոնք որ նմանատիպ վարք են դրսևորել, ասենք բանին պաշտպանյալից պատմել է, որ ինքը չեր է բանանում, խոչընդոտում ինքը պատրաստ էր գնալու ոստիկանություն, թե ինչի է նմանատիպ չէր վարվել, նույնիսկ պատկերացրեք կամերաների առջև էր կիններ նկարում նմանատիպ վերաբերմունք են դրսևորել, պատկերացրեք ոստիկանության բաժնում ինչ է եղել, որ տեսակ մարդու դեմքի վնասվածքները եւ կապտուկները։ Սերգեյ Աբրահամյանը դեպքի հաջորդող օրերին խոշտանգման դեպքի մասին դիմումներ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին եւ ազգային ժողովի մի խումբ падգամավորների, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացել։ Գլխավոր դատախազին դիմումով ուղարկել, բայց մինչև հիմա որևէ պատասխան չկա, ստիպված վաղը ժամը 10-ին քննչական կոմիտե եմ գնալու, որ այնտեղ խոշտանգումների պաշտոնատար անձանց այդ բաժնում հաղորդում ներկայացնենք։ Քանի որ դա բժշկական փորձաքննության արձանագրման խնդիր կա, վերջերը լավանալու եւ այլն, նմանատիպ դեպքերը պետք է անապահ քննության առարկա դառնան։ Փաստաբանի ահազանգից հետո միջադեպի մասին հաղորդագրություն տարածեց ներքին գործերի նախարարությունը, նշելով բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն։
Նրանք ներկայացրել են քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ եւ նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից։ Խոշտանգման այս դեպքից ընդամենը օրեր առաջ իրավապահ համակարգում եւ քրեակատարողական հիմնարկներում բռնության դեպքերի կանխարգելման մասին մեծ քննարկում էր կազմակերպվել պատկան մարմինների մասնակցությամբ։ Եվ մինչ խոշտանգման եւ բռնության այս օրինակահազանգեր են ստացվում, իրավապահ համակարգի ներկայացուցիչները պնդում են՝ պատկերն այնքան էլ մտահոգիչ չէ, որքան ներկայացվում է։